Կառավարությունն իրազեկում է։ Ողջույն Արամ, ինչպես ես, մտահոգ ես երևում։ Ողջույն Անի, այո մի քանի վարկ ունեմ, որոնք դասակարգվել են անհուսալի դասով։ Ուզում եմ ինչ-որ կերպ դուրս գալ այս վիճակից, բայց չգիտեմ ինչ անել։ Գիտես, ես էլ էի նույն վիճակում, բայց վերջերս իմացա անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի մասին, եւ այժմ աջակցություն եմ ստանում այդ միջոցառման շրջանակում։ Իրոք, այսինքն պետությունն օգնել է մարել քո վարկը։ Հետաքրքիր է, ես կարող եմ օգտվել այդ ծրագրից։ Այո, պետության աջակցությամբ դու կարող ես մարել քո վարկերը։ Կարևոր պայման է, որ քո բոլոր վարկերն ունենան 3 տարվա անհուսալի դասով դասակարգված վաղեմություն, եւ դրանց մայր գումարների համագումարը փոքր լինի 1 միլիոն դրամից։ Իսկ ուրիշ պայմաններ կան։ Այո, պարտադիր է նաև, որ դիմելու օրվա դրությամբ ունենաս գրանցված աշխատանք։ Կարևոր է, որ վարձատրությունը լինի առնվազն նվազագույն աշխատավարձի չափով։ Իսկ որքան է աջակցության չափը։ Աջակցության չափը կազմվում է քո աշխատավարձից գանձվող եկամտային հարկի 100%-ի չափով, որն էլ ամբողջությամբ ուղղվում է քո անհուսալի վարկի մարմանը։ Բացի այդ, հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձվող գումարը, որը ծրագրի շահառու լինելուց հետո սահմանվում է 20%, ևս ուղղվում է քո վարկի մարմանը։ Հրաշալի է։ Իսկ ինչ ժամկետով է տրվում աջակցությունը։ Աջակցությունը տրամադրվում է մինչև 24 ամիս, սկսած այն ամսից, երբ քեզ ճանաչում են շահառու։ Եթե վարկը շուտ մարվի, ծրագիրն էլ կավարտվի ավելի վաղ։ Իսկ ինչպես կարող եմ դիմել ծրագրին։ Ծրագրին կարող ես դիմել այցելելով e-social.am հարթակ կամ մոտենալ միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Շնորհակալ եմ Անի, կհետևեմ խորհրդիդ եւ հենց հիմա կներկայացնեմ դիմում։